Երգչուհի Սոնա Ռուբենյանը բավականին հաճախ է ինստագրամյան իր էջում դստեր Մարիի մասնակցությամբ նոր հոլովակներով կիսվում։ Յուրաքանչյուր նոր հրապարակման մեջ երևում է երեխայի զարգացումն ու առաջընթացը։ Այդ հոլովակները անմիջապես սիրվում են հանրության կողմից ու լայն տարածում ստանում։ Այս անգամ էլ Սոնան ցույց էր տվել, թե ինչպես է փոքրիկ Մարին ասմունքում։ Հայոց լեզու անուշ ես դու Մարիկ իսպես անուշ ես դու հայոց լեզու։ Նշենք, որ երգչուհին իր վերջին հարցազրույցներից մեկում, որը տվել էր Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին, խոսել էր հարսանիքից հետո իր հասցեին հնչող քննադատությունների ու ամենատարբեր մեկնաբանությունների մասին։ Անձնական հարաբերությունների հետ կապված ոչ մեկի հետ չեմ կիսվում, բացի այն մարդուց, ում հետ կան այդ հարաբերությունները, այսինքն, եթե խնդիր ունենք, խոսելով ենք լուծում, բայց դա դուրս չի գալիս մեր փոքրիկ ընտանիքի սահմաններից։ Իմաստ չկա ծնողներին խառնելու այդ ամեն ինչի մեջ, որովհետև 10 րոպեից շատ հարթ է լինելու ամեն ինչ։ Սկզբում կային բարդություններ, ինչպես յուրաքանչյուր տարբեր ասպարեզի, տարբեր աշխարհայացքներ ունեցող մարդկանց դեպքում, բայց ես շատ ուրախ եմ, որ մեզ քիչ ժամանակ պահանջվեց իրար ուսումնասիրելու և ինքն էլ հասկացավ, թե այս ամեն ինչը ոնց է դասավորված ու արդեն շատ հանգիստ է այս ամեն ինչի հետ կապված։ Վստահությունն ամենակարևորն է այս ամեն ինչի մեջ, իրար վստահելն ու սիրելը հավասարապես կարևոր են հարաբերություններում։ Ես տեսել եմ, որ ավելորդ խնդիրներ, ինտրիգներ չեն եղել ընտանիքում, որտեղ ես մեծացել եմ, վայրկյանների ընթացքում ամեն ինչը հարթվել է։ Ես էլ երբեք չեմ ուզի իմ ընտանիքում ավելորդ լարվածություն մտցնել, ընտանիքի հանգստությունը ամենակարևորն է։ Սոնայի և ամուսնու Էմիլի հարսանեկան արարողությունը երկար ժամանակ հանրության քննարկումների կենտրոնում էր։ Բարեմաղթանքներից զատ եղան նաև քննադատություններ, որոնք կապված էին Սոնայի հարսանեկան զգեստի հետ։ Թեմայի մասին խոսելիս երգչուհու մայրը նշել էր. «Եթե ես իմանայի, որ ինքը ուշադրություն է դարձրել, տրամադրության անկում է եղել, անմիջապես կհարթեի ու կանցներ կգնար»։ Իսկ ահա Սոնան պատմել էր. «Ուղղակի ես չէի կարողանում պատկերացնել, ուղեղիս մեջ չէր տեղավորվում։ Ես կես ժամը մեկ գնում էի կուլիսներ, լավ լացում էի, հետո ժպիտը նկարում էի դեմքիս, գալիս էի, որովհետև 650 հյուր ունեինք, ասում էի տուն եմ գնում»։ Ես կասկածներ ունեմ։ Ես կարծում դու ես։ Չէ։ Մաման է, իր մաման է, հենա։ Մաֆիա լավ է կա։ Դա դուք ասեք, դա թե չտա։ Ես երկող չկա։ Ոյսոն։ Վատից գեղեցի մաշիկս, վարկոշիկս, վատից գեղեցի մաշիկս։ Անուշիկա լավեցան։ Ինձ տվեք իմ վարկոշիկս, վատից գեղեցիկ մաշիկս, վարկոշիկս, վատից գեղեցիկ մաշիկս։ Բրավո։ Ավելի կարող ես։ Բրավո։ Ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր։ Հարս եմ գնում տանից հեռանում, 17 տարեկան նանի ջան, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, ասենք շնորհավոր, մեկ նորահարդի ջան։
Այլամրացյա զորությամբ սխաչի կոպերկեցին ամենայի որոգայթից սատանայի և կեզ վայելը պարկ, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, տերի զորության կում ուրախ երիցի թակավորի պրկության կում ծնծած ծեհուր, լուրդ ու սր և տեզի ծանկացավ թակավոր Գևորգով։ Արյալ ձերն և այի Եվ դու դուսրիմ հարս, մինչև հիմա հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Եվ հնազանդ ես այս պարոնին, որ ամուսին պետք է դառնա։ Տեր ողորմյան, Տեր ողորմյան, Տեր ողորմյան, օրհնյալս Տեր Աստված արիչ ամենայն արածոց, որ դու միայն ես բայլար և կարող, որ արիզ ամենայն արածս խաբերություն, որտեզնության սոցա, իժարագություն վարուտ առակինությանի պարաս ամենասը պանվանքով։ Տեր ասպացրել է պաշպան սարայից կոց և տուն ապավինից ամենային ավորոս կենած սոցա։ Հրկյաս ու սավտարոտի խորքով։ Երեք։ Նայնև քե Սանայությամբ դանդաղ է շարժվում շատ դանդաղ Եմ ռասանյոք նայք նայքա դինավորել Պուչիկները Վայ ռապո Ենոր է մեկը գրել է հրստար եդրել Գրել է մատ վախացրել է տաթույն
չեք հավատա, բայց հարսից շուտ եմ հասա։ Գիտեմ բոլորը ուրախ եք, ես եմ շատ ուրախ։ Մինչև ուշ գիշեր ժամանակ եք ունենալ Եվ հավիտյանը սարիտենից ամեն, դեյզուրքյան կումուրատ երիցի թակարի մտության ծնծածվեն, լուրդ ու սրիև դեզի ծանկացավ թակավոր Եհովով։